Գիտեք ինչ, Ղալաթը երբ արվում է, հետո Հայաստանը հարգում է այդ Ղալաթը Արցախի իշխանությունների կողմից արված, հետո մուննաթ են գալիս Հայաստանի իշխանությունների վրա, թե ինչու են շարունակում մի գիծ, որի հիմքում Արցախի իշխանությունների Ղալաթն է։ Եվ ո՞րն է այդ Ղալաթը։ Հիշում եք դուք, նույն Ռոբերտ Քոչարյանը, նույն Վիտալի Բալասանյանը պահանջում էին ընդունել, որ Արցախը առանձին պետություն է, չհամարել դա Հայաստանի մաս։ Եթե առանձին պետություն է, ասացեք ինձ խնդրեմ, ոնց կարող է առանձին պետության հարցը դառնալ երրորդ պետության եւ Ադրբեջանի հարաբերությունների օրակարգի հարց։ Իրենք էին պահանջում, երկու պետության թատրոնը իրենք էին խաղում։ Իրենք էին արգելում Սասնա-Ծռերին, չգիտեմ, մյուսներին ոտ դնել, անցնել հատել սահմանը, իրենք էին անբարոյականություն համարում Արցախը Հայաստանի մարզ համարելը, իրենք էին այդ ամբողջը պահանջում Հայաստանից։ Հայաստանը բավարարել, Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ քանի որ ավանդաբարել խնդիրը ներկայացվել է որպես ինքնորոշման իրավունք, ոչ թե տարածքային վեճ։ Եթե տարածքային վեճ չի, նշանակում է Հայաստանը կապ չունի այդ խնդրի հետ։